եւ մեծարան քեզ Հիսուս ժամանակ փառավորվես Հիսուս, արժանի ես տիրակալ ողջ փառքին։ Քո հոգին շաշվում է այս վայրում, պատվում է քեզ, պատվում է քեզ, քո հոգին գործում է այս վայրում, պատվում է քեզ, պատվում է քեզ, քո հոգին սրտերը շշ
հարթող ես Հիսուս Ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող Հույսն ես դու խավարում իմ Տեր ահա թե ով ես դու Ուղի հարթող հրաշքներ գործող խոստում պահող Հույսն ես դու խավարում իմ Տեր ահա թե քո հոգի Շարժվում է այս վայրում, պատվում է քեզ, քո հոգին գործում է այս վայրում, պատվում է քեզ, քո հոգին սրտերը հրաշալի և սքանչելի Աստված ես Հիսուս, դու փառահեղ Աստված ես իմ Տեր, և շնորհակալ ենք Տեր, որ քո հոգին մեր մեջ է բնակվում,
Շնորհակալ ենք Տեր, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք։ Շնորհակալ ենք իմ Աստված, որ դու ամեն ժամանակ մեզ հետ ես, Տեր։ Փառք, փառք քեզ, Հիսուս։ Հայրավիտելության ամենաստեղծական զորավոր Տեր, Սուրբ Հոգի դիչավ և կույսի սնվեց որդիդ, Հիսուս բրգիչը, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապրեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապրեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, պաշտպանում դատավորը, խաչված և հարվածված, ներումը մեր դու ամոթի չարխավարը, փառքով մեր բարձրացավ, հավերժ լինում մեզ, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապրեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, հավատում եմ Հայր Աստծուն, հավատում եմ Քրիստոսին, հավատում եմ Սուրբ Հոգուն, երրորդությանը սուրբ, հավատում եմ հարությանը, քեզ հետ կապրեմ հավերժ, և հավատում Հիսուսի անվանը, հավատում եմ քեզ, հարություն առած անգամ, հավատում եմ քեզ, Հիսուս իմ Տեր, ես հավատում եմ քեզ, հարություն առած անգամ, հավատում եմ քեզ, Հիսուս իմ Հավատում եմ հարությանը, հավիտենական կյանքին, սուրբերի հաղորդությանը, և քո մեջ ժողովրդին, հավատում եմ գալությանը, վերադարձի քո Տեր, և հավատում Հիսուսի անվանը, հավատում եմ հարությանը, հավիտենական կյանքին, սուրբերի հաղորդությանը, և քո մեջ ժողովրդին, հավատում եմ գալությանը, վերադարձի քո Տեր, և հավատում Հիսուսի անվանը, Հալելույա, հալելույա քեզ Տեր, հավատում ենք քեզ Տեր, հավատում ենք քեզ եւ այստեղ ենք Տեր ջան, եկել ենք հավատքով Տեր ջան,
Եվ դու հավատարիմ ես, որ ասեցիր, որտեղ որ կհավաքվեք, ես այդտեղ կլինեմ։ Եվ մենք շնորհակալ ենք քեզանից քո թանկ ներկայության համար, Տեր ջան, որ քո ներկայության մեջ տեղի են ունենում բժշկություններ, ազատագրություններ, Տեր ջան։ Շնորհակալ եմ քո Սուրբ Հոգու համար, որ դրել ես մեր ներսում, Տեր, մկրտել ես մեզ, որ մեզ մխիթարի, Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ մեզ օգնի, Տեր ջան, որպես մեզ օգնական Տեր։ Շնորհակալ ենք քո թանկ ներկայության համար եւ Արմավիրի եկեղեցին փառավորում է քո Սուրբ ու հրաշալի անունը, Տեր ջան։ Մենք շնորհակալ ենք, Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից, Տեր, մեծարում ենք քեզ, Տեր։ Մեծարում ենք եւս մեկ անգամ, Տեր ջան, փառավորում ենք քո հրաշալի ներկայությունը, Տեր ջան։ Եվ Տերի Մարքա, շնորհակալ ենք, որ դու, Տեր ջան, այդ ամենը արեցիր, խաչվեցիր, մահացար ու հարություն առար մեզ փրկելու համար, Տեր ջան, եւ դու հիմա էլ, Տեր ջան, փրկում ես մեզ, Տեր, ամեն տեսակի չար բաներից, Տեր ջան։ Շնորհակալ եմ քեզանից քո տված իշխանության համար, որ դու տվել ես մեզ իշխանություն, Տեր ջան, հակառակ կանգնելու սատանային։ Քո տված իշխանությունով մենք Սուրբ Հոգու զորությունով մենք խլում, պոկում, փչացնում ենք սատանայի ամեն տեսակի պլանավորումները քո եկեղեցու ամեն մի անդամի վրայից։ Հիսուսի զորավոր անունով։ Թող գա քո կրակը եւ լափի ամեն մի խավար Հիսուսի անունով եւ խնդրում եմ քեզ, որ Տեր ջան, բացես մեր հոգու աչքերն ու ականջները, որպեսզի մենք այսօր քեզանից տեսնենք ու լսենք, Տեր, որը որ իրականում ֆիզիկապես հնարավոր չի, Տեր ջան։ Խնդրում եմ, որ այսօր նորից, Տեր ջան, օծես քո թարմ յուղով, Տեր, ամեն մեկից Տերի Մարքա, Հիսուսի զորավոր ու սքանչելի անունով, Տեր ջան։ Եվ այստեղ կան կարիքներ, Տեր ջան, քո ժողովուրդը այստեղ կարիքներ ա գրել, Տեր, հավատքով բերել ենք քո առաջ, Տեր։ Մենք հավատում ենք, որ դու ինչը որ քո կամքի մեջ ա, Տեր, դու այդ կարիքներին, այդ խնդիրներին պատասխանելու ես, Տեր ջան։ Այդ խնդրվածքներին պատասխանելու ես, Տեր։ Խնդրում եմ քեզ, որ օգնես մեզ, որ հասկանանք ինչն է խնդիրը, Տեր, որ մենք ենք մեղավորը, որ այս կարիքները չեն լուծվում, Տեր։ Տուր մեզ հայտնություն եւ ուժ տուր, որ մենք կարողանանք, Տեր ջան, հրաժարվել այն ամենից, ինչը որ խանգարում է, Տեր, որովհետև մենք վստահ ենք, որ դու, Տեր ջան, քո խոսքի Տերն ես եւ դու չես ուզում քո որդիները ինչ որ վատ բաների միջով անցնեն, Տեր ջան։ Հանձնում ենք այս կարիքները հավատքով քո հրաշալի ձեռքերի մեջ եւ խնդրում ենք, որ քո ձեռքը մեկնես այս կարիքների վրա, Տեր ջան։ Մենք ընդունում ենք այստեղ ամեն մի բժշկություն, ամեն մի ազատագրում Հիսուսի զորավոր ու փառահեղ անունով եւ հավատքով ասում ենք, Տեր ջան, մենք շնորհակալ ենք այս կարիքները լրացնելու համար, Տեր։ Շնորհակալ ենք, Հայր։ Ամեն փառքը ամեն ժամանակ լինի քեզ, Հորը, Որդուն ու Սուրբ Հոգուն։ Ամեն։ 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 Փառք մեր ամենակարող Աստծուն, կարող եք նստել Աստծո քաղցր ներկայության մեջ։ Մեր Տերը շատ քաղցր է։ Փառք Տիրոջը։ Այսօր Պենտեկոստեի օրն է, Սուրբ Հոգու գալստյան օրն է։ Ես հավատում եմ, որ եկել ենք նվերներով մեր Աստծուն ու մեր Տերն էլ մեզ համար նվեր է պատրաստել մեր Արմավիրի կյանքի խոսք եկեղեցու կողմից միջոցով վերջում ձեզ կտան Տիրոջ նվերները ընտանիքի նվեր է դա։ Ամեն։ Ամեն ընտանիքը թող դա վերցնի, ոչ թե անհատի, այլ ընտանիքի։ Ամեն։ Կվերցնեք ընտանիքով, դա կվայելեք։ Ամեն։ Ձեր կյանքի բոլոր օրերում։ Ու հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Ինձ հանձնարարված է զոհաբերության եւ 10-րդի խոսք այսօր կիսվեմ։ Աղոթեցի ինչից խոսեմ ու Տերը մի հետաքրքիր բաներ հիշացրեց ինձ ու հավատքի մասին։ Հիշեցրեց օրինակներ եւ հին օրինակ եւ նոր օրինակ ու ասեց այդ ամենից խոսիր իմ ժողովրդին։ Փառք Տիրոջը։ Եկեք բացենք Ելից 15-րդ գլխի 24-րդ խոսքը։ Այստեղ բոլորիս քաչ հայտնի մի պատմություն է, որ հրյաները անապատով քայլում են Եգիպտոսից, որ դուրս են եկել, եկավ մի ժամանակ, որ 3 օր նրանք ջուր չեն կարողանում գտնել, որ խմեն, ծարավեն ու ինչպես միշտ սկսեցին տրտնջալ,
Մովսեսին մեղադրել, Աստծուն մեղադրել ու եկեք այդ հատվածը կարդանք 24-րդ խոսքը ասում է եւ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ասելով ինչ խմենք եւ նա Եհովային աղաղակեց եւ Եհովան նրան մի փայտ ցույց տվավ եւ նա գցեց ջրերի մեջ եւ ջրերը անուշացան այսինքն իրանք հանդիպել էին ջրերի որոնք որ խմելու պիտանի չէին ամեն ու այս դա է կատարվում եւ Աստված ասում է մի փայտ վերցրա Մովսեսին ցույց է տալիս ասում է տեսնում ես այն փայտ ասում է այո տեսնում ես ջուրը այո դա այդ փայտը վերցրու գցի ջրի մեջ հավատքով Մովսեսը վերցում չի ասում ախր Տեր ջան խմելու հետ ինչ կապ ունի այդ փայտը չորացած անապատի մեջ մենք այդ փայտի չափսն էլ չգիտենք կարողա փոքր այսքան է եղել կարողա մեծ է եղել հավատքով Մովսեսը վերցնում է գցում է ջրի մեջ ու ջուրը քաղցրամ է դառնում փառք Տիրոջը ու խմում են այդ ջրից հագենում են գործողություն արեց չէ Մովսեսը փայտը Աստծուն լսեց փոքր գործողությունն արեց եւ ինչ ենք տեսնում որ մեծ բան չէ այդքան ժողովուրդը ծարավը հագեցրեց լինում է մեր կյանքում ինչ որ իրավիճակներ որ մենք զոհում ենք չէ ինչ որ բաներ ենք տալիս նվերներ ենք տալիս Տիրոջը ու աղոթում ենք ու գործ չկա անգործ ենք ամեն աղոթում ենք Տեր ջան դու ինձ գործ տուր ես առատ նվերներ կբերեմ քեզ ով արել է աղոթքը ամեն ու գործ չկա առաջարկում են ասում ես չէ ես այդ 30,000 դրամով չգիտեմ 100,000 դրամով ես չեմ գա իմ ժամանակը տրամադրեմ ես ուզում եմ ավելի շատ որ Տիրոջը ավելի մեծ նվերներ բերեմ այդ քայլը դու չես անում ու երկրորդ օրինակը որ կարդամ կլրացնի այս առաջի օրինակին 3-րդ Թագավորաց 18-րդ գլխի մեջ է գրած Եղիայի հետ կապված որ 3 տարի 6 ամիս անձրև չէր գալիս ու ինքը ասեց ես անձրևի ձայն եմ լսում հեղեղի ձայն եմ լսում ինքը չէր տեսել հələ անձրևը այդ ասելուց հետո իր ծառային ուղարկում է 7 անգամ ասում է գնա տես ծովի կողմը նայիր ամպերը երևում են թե չէ 7 անգամ 7-րդ անգամ գալիս ասում է մի մարդու ձեռքի չափ ամպա երևում հերվում փոքր ամպա ամեն ասում է վերջ հեղեղա լինելու եղան հավատում էր չէ տեսավ փոքր բանը եթե քո կյանքում կա այդպիսի իրավիճակ ու քեզ ինչ որ բան են առաջարկում այդ փոքր ամպն է ամեն պետքա իրապես ասես հեղեղա լինելու իմ կյանքում օրհնությունները հեղեղի պես գալու են այդ փոքր ամպն է ամեն ու Մովսեսի պես այդ գործողությունն է պետք գործ քայլ անես գործողություն անես ինձ որ գործ առաջարկեցին հիմա ինչով որ ես զբաղվում եմ փառք Տիրոջը ես ընդհանրապես գաղափար չունեի այդ գործի ինչ պետք է անե այդ ոլորտի մեջ ընդհանրապես ես գաղափար չունեի բայց հենց այս օրինակով Տերը դրեց իմ սրտին ասես դու մեքենա վարել գիտես ասեցի այո գումարել հանել գիտես այո խոսել գիտես այո ասեց ուրեմն կարող ես ու այդ ինձ հիմք հանդիսացավ որ հիմա փառք Աստծո շատ լավ է ես հասկանում եմ արդեն երկրորդ տարին է փառք Տիրոջը ու եթե դու էլ աղոթում ես ու գործ չունես ինչ անեմ Տեր ջան չգիտեմ ասեղ թելել գիտեք կներեք եթե սենց մեր բառերով եմ խոսում չգիտեմ ուրեմն ինչ որ գործված կարա ամեն համեղ խմորեղեն ես կարող պատրաստել վերջ ուրեմն դու կարող ես ամեն այդ փոքր ամպն է ուրեմն հեղեղա լինելու արա գործողություն արա ինչ որ մի բանով զբաղվի ինչ ես կարողանում անես անգամ ես հիշում եմ ինձ պատմում են որ մեր Արմավիրում ինչ որ շենք է եղել որ կույրերը ինչ որ բաներ են հավաքել այնց վարդակներ բաներ եթե կույրը կարողացել է շոշափելով ինչ որ շատ կարևոր ինչ որ բաներ հավաքել որ հիմա այդ հոսանքի հետ շատ կարևոր է չէ ինքը մենք աչքերը մեր տեսնում է փառք Տիրոջը ձեռքեր ունենք ոտքեր ունենք ինչքան ենք պակաս կույր մարդուց Աստված մեզ օրհնել է ամեն մենք ինչ ես կարողանում անես այդ արա Աստծու մեջ անհնարին ոչ մի բան չկա ամեն ու մի օրինակ կա որ բոլորիս հայտնի որ մի մարդ խեղդվելուց է լինում ու աղոթում է ասում է Տեր ջան արի ինձ փրկի ու մի նավակա մի մարդ է մոտենում ասում է արի ես քեզ օգնեմ ասում է չէ իմ Տերը ինձ կփրկի հեսա ձեռքը սենց իջացնելու է հանի դնից համակը ու խեղդվում է չի ընդունում այդ առաջարկը ու Տիրոջ ասում ախր Տեր ջան ես
հավատում էի, էլի աղոթեցի, որ ինձ փրկես, խի չեկար, ասում ուղարկել էի։ Ամեն։ Հիմա իմ այս բերած օրինակներին ինչքանով է ինքը համահունչ, ինչքանով է նման այս օրինակը։ Տերը ինչ-որ բան է առաջարկում քեզ, որ դու չես ընդունում, Տերը մեղք ունի, ինքը ուղարկել է։ Միգուցե դա հենց այդ փոքր ամպը, որ մեծ ամպեր գան։ Ամեն։ Եթե չգիտեմ, Տերը ուզում է քեզ ինչ-որ երեկել այդ օրինակը բերեցի, անիվների, մեքենայի անիվների արտադրամասով օրհնի քեզ, որ դու այդ բիզնեսով զբաղվես։ Հնարավոր է 10 տարի առաջ այդ ամենից քեզ ինքը ընդունել տա ինչ-որ անիվներ վերանորոգելու, կետում աշխատելու, օրը 3000 դրամ, 2000 դրամ, չգիտեմ։ Ամեն, չի ասում ես իմ Տերը ինձ բաներ է խոստվել այսպիսի մեծ, բայց Տերը այդ ամպն է բերել։ Ամեն, դու պիտի այդ ամպից չհրաժարվես ու ասես վերջ, աղոթել եմ, փոքր առաջարկ եկել է, մի բան էլ ասեմ, նոր Սուրբ Հոգին հիշեցրեց, որ շատ հնարավոր է այնպիսի առաջարկներ անեն, որ դա կխանգարի նաև քո ծառայություններին։ Մենք պիտի զանազանենք, դա ում կողմից է, Աստծու թե սատանայի։ Շատ հնարավոր է սատանան ինչ-որ բաներ, գործեր առաջարկի այդ քո զրո վիճակում ու ասես չէ, ես հիմա այս աղոթել եմ, աղոթքիս պատասխանա, գնամ ու ամեն բան լավ կլինի, բայց կիրակի օրերը չես կարողանում ծառայել, չգիտեմ, ավետարանչություն չես կարողանում անես, Աստծուց կտրվում ես, դա արդեն Աստծուց չի։ Ամեն, նաև հնարավոր է հենց Աստված դա այդ ամեն ինչը, բայց ընթացքում 2 ամիս, 5 ամիս, չգիտեմ, ընթացքում քո սիրտը քարանա, դու գնաս այդ ֆինանսների հետևից ու մոռանաս Աստծո ծառայությունները։ Ամեն, նաև պատուհաս կբերի այդ գործի մեջ։ Ամեն, այս շատ կարևոր է։ Մենք պիտի այնքան զգոն լինենք, որ Աստծո տվածը մենք այնպես անենք, որ դա իրականում մեզ օրհնություն լինի, մեր պատճառով ինչ-որ վատ բաներ չլինեն։ Ամեն, ու մի օրինակ եմ ուզում բերեմ իմ կյանքից, այս վերջում դեպք եղավ մի 5 օր առաջ։ Մի քանի ամիս առաջվանից մի ինչ-որ վատ բնավորություններ առաջ եկել, որից որ ես հրաժարվել եմ, ազատագրվել եմ, ինքը քիչ-քիչ առաջ եկա, որ ես փորձում էի վարելու ընթացքում կողքի վարորդների միջև արդարություն փնտրել։ Այս անարդար աշխարհի մեջ ուզում եմ արդարություն փնտրեմ։ Ինչի համար սենց արեցին, խի սենց արեցին։ Չէ, ես պիտի իմ ճանապարհով գնամ, խի իրան սենց թողեմ։ Հալո։ Ու երբ որ ես աղոթքի մեջ էի լինում, ես չէի նայում իրանք ինչ արեցին, անարդարություն արեցին իմ հանդեպ։ Բայց երբ որ չէի աղոթում, ես ընկնում եմ այդ ճակերտավոր սուրբ արդարության հետևից, իմ արժանապատվության հետևից։ Ու դա գիտեք ինչի հետ համեմատեցի, մի քարոզի ժամանակ ասեց լինում են մեր կյանքում մակաբույծներ, որոնք որ չեն թողնում մենք բարձրանանք։ Նմանեցրես մի օթապարիկի, որ տեսել եք, չէ, օթապարիկը, որ ինչ-որ սենց ծանրոցներ կա, չէ, իրան չի թողնում ինքը լավ վերև բարձրանա։ Ամեն ժամանակ ինչքան պետք է այդ ծանրոցները գցում են, որ ինքը ավելի վեր բարձրանա։ Այդ ծանրոցների նման է այդ մակաբույծները մեր կյանքի մեջ։ Ամեն, դա էլ իմ մակաբույծներ առաջ եկել։ Այդ Սուրբ Հոգու պտուղներից այդ ժուժկալությունը, չէ, ես արդեն չունեի այդ ոլորտի մեջ ժուժկալություն։ Կարող է ես ինչ-որ ուրիշ տեղեր շատ ժուժկալ լինեմ, բայց այդ ոլորտի մեջ չունեի ժուժկալություն։ Ամեն, բայց Սուրբ Հոգին, որ ժուժկալությունը տալիս, ամենտեղ պիտի դա երև այդ պտուղը։ Ամեն, ու ես մեքենան հարվածեցի հենց դրա պատճառով։ Փոքր վնաս եղավ, փառք Տիրոջը։ Ու Տերը ասում եմ, Տեր ախր աղոթում եմ, ասում եմ, ես ախր հավատարիմ եմ, էլի իմ ֆինանսների մեջ զոհաբերության 10-րդի, ինչի համար պետքա պաշտպանված չլիներ, ասես պաշտպանված է, ով ասես պաշտպանված չի։ Ասեց, ինչ քարոզ էր լսում անցած շաբաթ։ Մեր հովը ինչ էր քարոզում, գին պիտի վճարես։ Այդ մակաբույծից ազատագրվելու համար գին վճարեցի։ Ասեց, հիմա ես կկպնեմ քո գրպանին, քո գրպանից դու կվճարես, նոր կհասկանաս, հիմա դու արդարություն փնտրես, թե աղոթես, որ ես այդ արդարությունը բերեմ, արդարացնեմ, իրապես հենց արդարացնեմ։ Դու ուզում ես էլի քո ուժերով ինչ-որ բաներ անես, կպա գրպանիդ, ասի, այո։ Ասես դե կվերանորոգես, կսարքես ու խելոք կմնաս։ Հիմա ես
Փառք Տիրոջ, արդեն այս 4 օր է այնպես եմ ասենք վարում, որ կյանքումս այդպես չեմ վարել։ Իրոք փառք Տիրոջը։ Ամեն։ Ամեն։ Որովհետև ես որ մտածում եմ, որ կարող էր մի ուրիշ ձև լիներ, ինչեր էր լինելու, էլի ես համեմատում եմ այս փոքրը շատի հետ։ Ու ես տեսնում եմ նաև այս ժամանակ իմ Տերը պահեց։ Ու բոլորիս կյանքում այս նույն օրինակները լինելու են։ Ու տարբեր ձևով է լինելու, բայց նման է լինելու։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք մեր Աստծուն վստահենք, որ մենք զոհաբերություն ենք անում, նվերներ ենք անում մեր Տիրոջը, եկեք վստահենք ու Աստծուն չմեղադրենք, որ ինչ-որ բաներ չի կատարվում մեր կյանքում։ Ամեն։ Եկեք մի տեղ էլ բացենք ու վերջացնենք։ 3-րդ Թագավորաց 17-րդ գլխի 14-րդ խոսքն է, այստեղ Եղիան հանդիպում է մի սարեպտացի կնոջ, որ ասում է սոված եմ, մի բան տուր ուտեմ ու ասում է կենթանիա Տեր Աստվածը, որ ես մի փոքր ալյուր ունեմ, մի փոքր յուղ ունեմ, պիտի շուտ մի բան սարքեմ, իմ ու որդի, ես ու որդիս ուտենք ու մահանանք, վերջ, հույսը կտրել է։ Ամեն։ Մարդը պետք է այսքանը սարքի, ուտեն ու մահանան։ Ասենք իրոք հույս չունի էլ այդ կինը։ Մենք չգիտենք ոնց է հայթայթել այդ փոքր ալյուրն ու յուղը։ Դրա մասին գրած չի։ Ու Եղիան ասում է, լավ, ոչինչ, քո ասածն է, դու մեկ սարքի բեր, ես գիտեմ ինչ եմ ասում։ Ու այդ կինը հավատում է Եղիայի ասածներին, հավատում է ու իր վերջի ունեցածը բերում սարքում օրհնում է Եղիային, ուտում է ու ասում է այդ 4 ժամանակներում այդ երկիրը որ 4 էր, էսի այն հատվածն է, որ 3 տարի 6 ամիս անձրև չէր գալիս։ Ու ինչ որ ժամանակ է ասում, որ յուղը չէր պակասում, հիմա այդ տեղը կարդանք։ Ու դու էլ որ այսօր այդ նվերը որ պատրաստել ես Տիրոջը, դու հավատա ու այս խոստմունքը վերց քո կյանքի վրա։ Ամեն։ Ով է ուզում այս խոստմունքը կատարվի իր կյանքում։ Հիմա կկարդանք։ Դուք ինչպես Եղիան ասեց, բեր, ես գիտեմ ինչ եմ ասում։ Բեր ուտենք։ Ու կինը հավատաց բերեց։ Եղիան հələ ոչ մի բան չէր ասել։ Հիմա ես ասում եմ, դու նվերը տուր Աստծուն։ Հիմա կկարդանք Աստված ինչ է տալու քեզ քո նվերի դիմաց։ Ասում է, որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. Սափորումը ալյուրը պիտի չվերջանա եւ կուժիցը յուղը չպակասե, մինչև այն օրը, որ Տերը անձրև տա երկրի երեսին։ Ամեն։ Դե այսօր այս խոսքը վերցրու քեզ, չգիտեմ, կնկարեք թե սկրինշոտ կանեք, այս խոսքը անընդհատ կարդացեք ու երբ դուք Տիրոջը նվեր կանեք, այս խոսքերը հիշեք, անգիր արեք։ Ամեն։ Ու աղոթքների մեջ էլ ասեք, Տեր, շնորհակալ եմ, որ իմ յուղը չի պակասելու, իմ ալյուրը չի պակասելու։ Ամեն։ Միայն այդ յուղն ու ալյուրը չի, սա օրինակն է։ Ամեն։ Ֆինանսների հետ կապված, ամեն ոլորտի մեջ, թե բժշկության հետ կապված, ամեն ինչը որ օրհնություն է, այս խոսքը դրա մասին է։ Մեր Տերը հաստատ հավատարիմ է։ Ամեն։ Կանգնացեք մեկ քո փառքի մեջ, սրբություն եք քո տեսնում, Տեր քո սերը հավիտյան է, կյանքի խոսքերն եք մեկ լսում, կանգնացեք մեկ քո փառքի մեջ, սրբություն եք քո տեսնում, Տեր քո սերը հավիտյան է, կյանքի խոսքերն եք մեկ լսում, հայ եկել են Դավիթ առջև խոնարհվելու, Սուրբ Ոգի օգնիր մեզ քո կյանքի լույսը տեսնելու, Հիսուս Փրկիչ մեր, անունը քո մեծարում ենք մենք, մեծարում ենք մենք, հայ եկել են Դավիթ առջև խոնարհվելու, Սուրբ Ոգի օգնիր
կյանքի լույսը տեսնելու Հիսուս բրկիչ մեր անունը քո մեծարում ենք մեծարում ենք Կանգնացենք մենք քո փառքի մեջ Սրբությունն է քո տեսնում Տեր քո սերը հարության է Կյանքի խոսքերն են մենք լսում Կանգնացենք մենք քո փառքի մեջ Սրբությունն է քո տեսնում Տեր քո սերը հարության է Կյանքի խոսքերն են մենք լսում Հայր եկել ենք գահի դարձել խոնարհվելու Սուրբ Հոգի օգնիր մեզ քո կյանքի լույսը տեսնելու Հիսուս բրկիչ մեր անունը քո մեծարում ենք մեծարում ենք Հայր եկել ենք գահի դարձել խոնարհվելու Սուրբ Հոգի օգնիր մեզ քո կյանքի լույսը տեսնելու Հիսուս բրկիչ մեր անունը քո մեծարում ենք մեծարում ենք Հայր եկել ենք գահի դարձել խոնարհվելու Սուրբ Հոգի օգնիր մեզ քո կյանքի լույսը տեսնելու Հիսուս բրկիչ մեր անունը քո մեծարում Մեծարում ենք մեզ, հալելույա, հալելույա, փառավոր Աստված, մեծարում ենք քո սուրբ անունը, գոհանում ենք քեզանից Տեր այսօրվա օրվա համար, խոնարհվում ենք քո առաջ, շնորհակալություն ենք հայտնում քեզ, փառավոր Հայր, քո սուրբ հոգու համար, որ քո հոգին ուղարկեցիր քո ժողովրդի մեջ, որպես գրավ փրկության օրվա համար, որպես առաջնորդ, որպես ուսուցիչ, որպես մխիթարիչ, որպես հունձքի Տեր, մենք շնորհակալ ենք քեզանից Սուրբ Հոգի Աստված, խոնարհվում ենք քո առաջ, ասում ենք շնորհակալություն, գոհություն, փառք ու պատիվ քեզ Տեր, որ այսօր դու մեզ հետ ես, եւ դու մեզ հետ ես հավիտյանս հավիտենից Տեր ջան։ Խոնարհվում ենք քո առաջ Տեր ջան, փառավորում ենք քո սուրբ անունը եւ հիմա խնդրում եմ Սուրբ Հոգի Տեր, որպեսզի այստեղ օծես ամեն մեկին լցնես հավատքի հոգով։ Աղոթում ենք Տեր, որպեսզի այսօր մկրտես քո ժողովուրդը Սուրբ Հոգով եւ նրանց տաս օտար լեզուների աղոթքի պարգևը։ Աղոթում ենք Տեր, որ դրսևորվեն Սուրբ Հոգու 9 պարգևները Տեր ջան։ Մարգարեության պարգևը, լեզուների աղոթքի պարգևը, աղոթքի թարգմանչության պարգևը, հատուկ հավատքի պարգևը, հրաշքներ անելու պարգևը, բժշկություններ անելու պարգևը, խոսքի գիտության պարգևը, իմաստության խոսքի պարգևը եւ հոգիների զանազանության պարգևը։ Մենք խնդրում ենք Տեր, որ դրսևորվեն այս ամեն պարգևները Հիսուսի անունով, ինչպես դա եղավ Տեր տարիներ առաջ։ Գործ կառաքելոցում մենք տեսնում ենք քո գործը Սուրբ Հոգի Աստված։ Եվ մենք խնդրում ենք, որ արթնացնես քո ժողովուրդը այսօր, որ ոչ ոք քնած եւ սառած չլինի, այլ զորանա եւ փոխհարաբերություն կառուցի քեզ հետ, փառավոր Տեր։ Մենք խնդրում ենք օծես մեզ, որ մենք իրականում փոխհարաբերություն կառուցենք քեզ հետ եւ լսենք քո ձայնը եւ հնազանդվենք Սուրբ Հոգի Տեր։ Հալելույա, հալելույա, փառք պատիվ քեզ։ Հավիտյանս հավիտենից ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Ինչպես նշեցի, այսօր Պենտեկոստ է, ինչ է նշանակում Պենտեկոստ է։ Պենտեկոստ է հին ուխտում
նշանակում էր հունցքի տոն, մարդիկ հին ուխտում այս տոնը տոնում էին հունցքից հետո, երբ որ հավաքում են իրենց հունցքը, իսկ նոր ուխտում Հիսուս Քրիստոսի մահից եւ հարությունից հետո կոչվեց հոգեգալստի տոն։ Հիշում եք, երբ որ Հիսուսը գնաց, համբարձվեց երկինք, ասեց շուտով մխիթարիչը կուղարկեմ։ Ձեզ չեմ թողի, անտեր, մեր բառերով ասած։ Մխիթարիչը կգա ձեր մեջ եւ ձեզ հետ կլինի ամեն ժամանակ։ Ամեն, ուրեմն Պենտեկոստը դա Զատիկից 50 օր հետո է, այսօր ընկնում են Զատիկից 50 օր հետո կամ 7 շաբաթ հետո։ Դա հունցքի տոնն էր հին ուխտում, իսկ նոր ուխտում հոգեգալստի տոնը, երբ որ Սուրբ Հոգին եկավ։ Ես կկարդամ այդ մասին, բայց հիմա Հովհաննես 16-րդ գլուխն եմ ուզում կարդամ, 7-րդ խոսք։ Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ երբ որ գա աշխարհ, եւ լավ, այս մասը խոսեմ, ինչ է սա նշանակում 7-րդ խոսքը։ Հիսուս ասում է, եթե ես չգնամ, եթե Աստծուց խոսք ուզենաք իմանաք, լսեք, պետքա գաք, մեր բառերով եմ բացատրում, որ հասկանալի լինի, պետքա գաք Երուսաղեմ, որ ինձ հանդիպեք եւ ինձանից խոսք ստանաք։ Լավ չի ձեր համար, բայց եթե ես գնամ, Սուրբ Հոգին կուղարկեմ, որ միաժամանակ Սուրբ Հոգին ամբողջ աշխարհի երեսինա լինելու ամեն հավատացյալի մեջ եւ ամեն հավատացյալի հետ։ Եվ ձեր հարցերի պատասխանը նա տալու է ձեզ, հենց նույն տեղում։ Նա ձեր մեջ է բնակվելու եւ ձեր հետ։ Իսկ ես եթե մնամ երկրի վրա, ես Երուսաղեմում եմ լինելու։ Հասկացաք տարբերությունը։ Ամեն մեկը պիտի գաք Երուսաղեմ ինձ հանդիպելու։ Բայց այսպես, եթե ես գնամ, Սուրբ Հոգին կգա եւ ձեր մեջ կբնակվի եւ ձեր հետ կխոսի։ Ես այսօր Տերը օրինակներ իմ կյանքից դրեց սրտիս, որ ես ձեզ հետ կիսվեմ, հասկանաք, թե ինչքան կարեւոր է դա։ Եվ նա երբ որ գա աշխարհին կհանդիմանե մեղքի համար։ Երբ որ Սուրբ Հոգին գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար, եւ արդարության համար, եւ դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում։ Տեսեք, ուրիշ մեղք չի ասում Տերը։ Մի մեղք, որ ինձ չեն հավատում, բավական է, որ մարդիկ դժոխքում հայտնվեն։ Մեղքի համար, որ ինձ չեք հավատում։ Արդարության համար, որովհետև ես իմ հոր մոտ եմ գնում եւ ինձ այլևս չեք տեսնի։ Ինչ է նշանակում այս խոսքը։ Ասում եմ, եթե ես արդար, միտքը սա է իմաստը։ Եթե ես արդար չլինեի, ես հոր մոտ չէի գնա։ Բայց քանի որ ես արդար եմ, ես գնում եմ հոր մոտ եւ դուք այլևս ինձ չեք տեսնի, որ ինձ խաչեցիք մեղավորների հանցագործների պես։ Սուրբ Հոգին հանդիմանելու է ձեզ արդարության համար, որ ես արդար էի եւ դուք ինձ խաչեցիք։ Իմաստը հասկացաք։ Այսինքն, եթե ես արդար չէի, ես հոր մոտ չէի գնալու, չէի հայտնվի, բայց ես հոր մոտ եմ եւ դուք այլևս ինձ չեք տեսնի, որովհետեւ ես արդար էի։ Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Սատանան արդեն դատապարտված է, նրա դատը կատարված է։ Ամեն, ամեն, Սուրբ Հոգին դա հանդիմանելու է աշխարհին։ Մեր եղբայրներից մեկը միշտ հիշում եմ, երեկ էլ ասեցի, ասում էր Հովիկ ջան, կարելի է աղոթել սատանայի համար, որ ինքն էլ ապաշխարի, որ այս ասու ժողովրդին այսքան վնաս չտա։ Ասում եմ, լսի, դարերով շարունակ մեկի մտքովը տենց բան չի անցել։ Ոնց է քո մտքով անցել, որ դու աղոթես սատանան ապաշխարի, երբ որ Աստծո խոսքը ասում է, նա արդեն դատապարտված է, վերջացել է դա։ Նրան ներում բեկում չկա։ Եվ Սուրբ Հոգին հենց դա գալու է աշխարհին հանդիմանի։ Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Բայց երբ որ նա ճշմարտության Հոգին կգա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ էլ կլսի, կխոսե եւ գալու բաները կպատմե ձեզ։ Գալու բաները կպատմե մեզ։ Գիտես, իմ կյանքում այնքան հետաքրքիր բաներով եմ անցել։ Տերը այսօր հենց այսօր ինձ հիշեցրեց, որ ես իմ կյանքից փորձառություն կա իմ հոր հետ կապված, երբ որ մի երազ տեսա ու երազից մեջ մի մեռել կար, ես ճանաչում եմ այդ մեռելին, չար մարդ էր, մտնում էր մեր տուն, մեր տան դուռը բաց էր,
իմ հոր տան մեջ էր, իմ հայրը մյուս սենյակում քնած էր ննջարանում, եւ ես նայում էի, հենց դուրը բացվում էր, նայում էի այդ մարդուն, մահացած մարդուն, ինքը դուրը հենց տեսնում եմ, որ ես նայում եմ, ինքը դուրը փակում, փախնում է դուրս։ Հենց գլուխս դնում եմ բարձին, որ քնեմ, ինքը դուրը բացում մտնում է ներս։ Եվ ասես մի քանի անգամ, ես նայում եմ, ինքը դուրը բացում, փախնում է դուրս։ Երբ որ ես բարկացա, դուրս եկա միջանցք, դրան առաջ, ասում եմ, ինչ ես անում այստեղ։ Ասում եմ, դուրը բաց է, ձեր դուրը բաց է, դրա համար եմ մտել ներս։ Եվ ես իրան սենց հրեցի դուրս, ասեցի ես տանտեղը կմոռանաս ու դուրը կողպեցի իրա վրա։ Արթնացա, աղոտ կարեցի ու խնդրեցի, ասի տեր, ես ինչ էր, մահացած մարդը մեր տուն է մտնում ու ասում է ձեր դուրը բաց է։ Ու Աստված ինձ բացեց, որ հորդ համար է գալի, որովհետև հայրս ապաշխարած չէր, մեղքերի մեջ մարդ էր, հորդ համար է գալի, որ իրեն տանի։ Ես աղոթեցի, ասեցի Տեր ջան, խնդրում եմ, իմ հայրն է, ես սիրում եմ իրան, չեմ ուզում իրան մի բան լինի, պահի։ Եվ աղոթում եմ, մի քանի ամիս, երևի մի 3 ամիս։ Եկավ օրը, Սուրբ Հոգին հայտնեց ինձ։ Գիշերվա ժամը 12-ն է, արդեն ուզում եմ քնեմ, իմ անկողնու վրա նստած եմ, Սուրբ Հոգին ասեց, հայրդ վատ է, կարող է մահանա հիմա։ Բայց ես մի 2 ժամ առաջ իմ հոր հետ, դա նոր տարվա 3-րդ օրն էր, հունվարի 3-ն էր, կերը խմե նոր տարի են կարե ուրախացե խոսե, շատ առողջ, շատ լավ։ Մեկ էլ ասեց վատ է, հիմա կարող է մահանա։ Ասի չէ, այս իմ մտքից է։ Ու պարկեցի քնելու։ Ու 1 ժամ հետո, տեսեք, Սուրբ Հոգին հայտնեց ինձ, չէ։ Սուրբ Հոգին նախորոք հայտնեց ինձ, որ մահվան ոգին եկել է քո տնից մարդ տանի հորդ։ Հիմա էլ եկե հասել է օրը, ասում է այսօր տանելու է, մահանալու է, աղոտ կարա։ Ես ասեցի Տեր, թող չլինի ու քնեցի։ Հայրդ վատ է, կարող է մահանա, հասի հիվանդանոց։ Եվ գնացինք հիվանդանոց, մեծամորի հիվանդանոցում էր, բժշկի հետ եմ խոսում, բժիշկը ասում է, տղա ջան, հայրդ համարյա թե մահացած է։ Ասի ոնց մահացած է, տենց մունաթով։ Ասեց հենց այդպես մահացած է։ Եթե ասեց սրտի 4 կողմը ճաքել է։ Ընդհանուր կաթվածք, ապշիրնի ինֆարկտ։ Ասի ոնց։ Այո, ու ինքը ինձ հիշեցրեց։ Եթե Աստված ունես, խնդրի թո պահի։ Ու մտանք ներս նայում ենք հորս դեմքին, իրոք մահացած է։ Անջատված մի քանի ժամ, դեռ սիրտը ճաքած 4 կողմից, ոտքով բարձրանում է 4-րդ հարկ, հետո իջնում է, հետո ոտքով նստում է իր մեքենան, քշում է դեպի հիվանդանոց, զգում է որ լավ չի, այդ ձևով։ Մի խոսքով մտանք ներս տեսանք որ մահացած է, նստած նայում եմ դեմքին, եղբայրներս իմ կողքը տենց տխուր նստած, մաղճակալին նայում ենք, մեկ էլ Սուրբ Հոգին ասեց, նորից Սուրբ Հոգին, ասեց ինչ է, մտածում ես որ բժիշկները պիտի բուժեն հորդ, հայրդ արդեն մահացած է։ Դուրս արի միջանցք աղոտ քարա։ Դուրս եկա աղոտ քարեցի մի 10-15 րոպե, 10-15 ու խաղաղություն եկավ իմ մեջ, ուրախություն։ Ասեց հիմա քո հորը ես կյանք եմ տալի, սիրտ եմ տալի։ Մտի ներս։ Հիմա ինքը աշկերը կբացի եւ իրան կասես, որ այդ սիրտը ես եմ տվել։ Եվ այդ սիրտը քեզ չի տրված, որ դու մաշես ամեն օր։ Այնտեղ պիտի ապրի Աստված կամ էլ ցավեր նորանոր։ Մտա, իմ աշկի դեմը տեսա հորս դեմքը, ոնց է բացվում, այդ մեռելի գույնը, դեղնականաչավուն գույնը, տեսնում եմ իմ աշկի առաջ վարդագույն, գույնը գալի դեմքին եւ մեկ էլ աշկերը բացում է։ Նայում է ինձ խորը շունչ, ասում է որտեղ էի ես։ Ասում եմ հայր ջան, սա Աստված քեզ արթնացրեց։ Աստված սիրտ տվեց քեզ։ Գիտեմ տղաս։ Ասում եմ, բայց իրա համար է սիրտը տվել, ոչ թե աշխարհի համար։ Այդ սիրտը քեզ տրված Աստծո համար։ Գիտեմ, ու գիտեք ինչ էր անում։ Իմ հայրը դառավ մի հատ ուրիշ ձևի մարդ է, հենց այդ օրվանից, որտեղ իր աշկերով մահը տեսել էր։ Ինձ ասում էր, ասա ինչ անգիրանեմ։ Աստվածաշնչից ես համարներ է ասում, ինքը ակնոցները դնում էր աշկերին, թքում էր մատին, թերթում էր, այն 4-րդ դասարանի, 5-րդ դասարանի երեխեքը ոնց են անգիրանում։ Ամբողջ օրը կարդում անգիր էր անում ու արտասանում էր ու հռչակում էր։
ու ես ես նայեցի հորս, ասի տես, իրոքի մեջ էի մտածում, ասում եմ մարդ, որ մահը տեսել է, ինչ էր կարա անի։ Առողջացավ ամբողջությամբ, կարճ ժամանակում, ապաշխարեց, իմ հետ եկավ եկեղեցի, ամեն ինչ դզվեց, ընկավ իր տեղը, մեկ էլ տեսա մոռացավ ասում, տղա ջան, դե արդեն լավ է, արդեն ինչ խնդրեցինք Տերը, տվեց հաջողություն։ Ես գնացի աշխարհ։ Աշխարհից ընկերներս կանչում են, ընկերուհիներս եւ այլ եւ այլ։ Գնաց աշխարհ, մեկ ուրիշ հիվանդություն կարճ ժամանակում բռնեց, թոքերի հետ կապված, 6 ամսում նիհարավ 35 կիլո եւ գնաց այս աշխարհից։ Մահացավ, ինչպես եւ Տերը ասել էր։ Տեսեք, այնքան իրական է Սուրբ Հոգին խոսում։ Սկզբից ասեց գալիս է տանելու։ Մի քանի ամիս առաջ զգուշացրեց։ Նույն օրը ասեց այսօր կարող է մահանա, այսինքն աղոթք արա։ Նույն օրը մենք աղոթք արեցինք, Տերը սիրտ տվեց, աչքերը բացեց, բժիշկները ստուգեցին, զարմացան, ասին սենց բան չի լինում։ Թող բերը այն ժամանակ դետա տարիներ առաջ էր, ասեց եկեք կանչենք մամուլը, թող գա, նկարի, տա թերթի մեջ, չգիտեմ, սոց ցանցերով, որ այս մարդուն ոնց եմ բուժե, բժիշկը։ Ասի բժիշկ բայց էդի դու չես բուժել, դա Աստված է բուժել։ Բայց ում ձեռքերով, ու սենց անում, ում ձեռքերով։ Թող տեսնեն, թե ինչ մասնագետ ունեն հանրապետության մեջ։ Ընդամենը երկրորդ օրը ստուգում են։ Փառքը վերցնում է իր վրա։ Ու գիտեք այդ բժիշկը ինչ եղավ։ Մի ամիս հետո մահացավ։ Հերովդեսին հիշում եք, որ փառքը վերցրեց իր վրա, ժողովուրդը ասում են, այդ մարդու ձայն չի, դա Աստծո ձայնն է։ Ու մեր բերան չասեց, դա ես եմ, Աստված չի։ Փառքը վերցրեց իր վրա, ասում է հրեշտակը խփեց, որդերով լցվեցավ, որդնեց այդ մարդու մահացավ։ Դրա համար ասու փառքը երբեք չվերցնես քո վրա։ Երբ որ Աստված քո միջոցով ինչ-որ բան կանի, փառավորի Տիրոջը։ Կարող է դևերը կողքից ինչ-որ մարդկանց միջոցով գովեն ու երգեն քո մասին չկա քիզի նման երգը ու դու էլ ուրախանաս, հայել իրոք։ Ու մեկ էլ խփեն ու որդնես։ Հետաքրքիր է, չէ՞, մարդը ոնց որդնեց, Հերովդեսը ու մահացավ։ Օրհնյալ լինի Տերը, հենց խոսքը սրա մասին է, որ երբ որ կգա, նա ձեզ կասի, խոսի, կզգուշացնի։ Կասես, բա հովիվ ջան, բա ինչի ինձ չի զգուշացնում, չի խոսում։ Սիրելիներս, դրա համար ձեզ պետք է Աստծո վախով լցված հավատացյալներ լինել։ Եվ Սուրբ Հոգու հետ ոնց ասեմ, փող հարաբերությունը կառուցեք ձեր։ Եվ դա մի օրվա բան չի։ Դա հաջորդական օրեցօր միշտ Սուրբ Հոգու հետ դու պետք է շփվես։ Անձդ մաքուր պահես, որ Սուրբ Հոգին քո հետ խոսի։ Ամեն աղոթքների կյանք ունենաս, թե չի խոսի, չի ասի։ Ինձ ասեց մահվան մասին, ասեց մահվան օրը եւ հաջորդ օրը բժշկություն եղավ։ Որովհետեւ ես աղոթում եմ մի քանի ամիս։ Ուզում ես քո կյանքում Սուրբ Հոգին խոսի։ Ուրեմն լցվի հավատքով եւ քո փող հարաբերությունը զարգացրու Աստծո հետ։ Եղիր հաստատուն քրիստոնյա։ Ծառայիր Տիրոջը։ Հաստատուն մարդ եղի, ոչ թե ձեռի հետ։ Հիմա հավատացյալ ես, 2 ժամ հետո դուրս եկար դրսում, ես չգիտեմ դու ով ես։ Միայն դու գիտես եւ քեզ տեսնող ճանաչող մարդիկ։ Մնա միշտ հավատացյալ։ Աստծո հետ փոխհարաբերությունը զարգացրու։ Ամեն։ Գործ կառաքելոց 1:8-ն եմ ուզում կարդամ։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Ասա, բայց ես զորություն եմ առել, երբ որ Սուրբ Հոգին ինձ վրա եկավ ու հավատա դրան։ Երբեմն մենք չենք զգում Տիրոջ գալուստը, չենք զգում մկրտությունը։ Ես օրինակ շատ մարդիկին վրա ձեռք են դնում, որ Սուրբ Հոգով մկրտվեմ, չէի մկրտվում։ Բայց նախանձավոր էի, իմ տան մեջ մի օր առավոտ շուտ արթնացա եւ սկսեցի աղոթել։ Նախանձավոր ձևով, խնդրելով, Տեր, ես ուզում եմ մկրտվեմ, աղոթեմ օտար լեզուներով։
Եվ հենց առավոտ շուտ իմ տան հյուրասենյակում ես մկրտվեցի։ Օտար լեզներով սկսեցի աղոթել, բայց ես ոչ մի բան չզգացի այդ ժամանակ։ Բայց Սուրբ Հոգին ինձ վրա եկավ։ Եվ ես զորություն հոգևորապես ես զորացա։ Դևերը, սատանան արդեն, երբ որ Սուրբ Հոգին քո մեջ է, իրենք վախենում են քեզանից։ Երբ որ իհարկե քո միտքն էլ նորոգված է Աստծո խոսքով, որովհետև մարդ կարող է մկրտվի Սուրբ Հոգով, բայց միտքը նորոգված չի։ Եվ Սուրբ Հոգին առանց մտքի նորոգության ինքը չի դրսևորվում այնպես, ինչպես պետք է։ Շատ կարևոր է, որ քո միտքը նորոգված լինի խոսքով, որ քո ներսից քո հոգին սկսի դրսևորվել եւ կատարել։ Բայց քանի որ ուղեղը հին է, միտքդ հին, մարդի հին մտքերի մեջ է, բայց հոգին նոր է, այդ դա մի քիչ խնդիր է։ Ով է հասկանում։ Նոր հոգի կտամ Տերը ասում է ձեզ, եւ նոր սիրտ կնորոգեմ ձեր մեջ։ Նոր հոգի, նոր սիրտ, այսինքն նոր միտք, բայց եթե չես կարդում, չես հավատում, չես մտածում խոսքի վրա, չի նորոգվում միտքդ, դրա համար չես հասկանում, թեև զորությունը հոգին քո ներսում է, միտքդ չի նորոգված, դրա համար կյանքդ էլ չի հաջողվում։ Դու պետք է հասկանաս ով ես դու եւ ինչ կարող ես դու անես։ Ամեն։ Տերը օծի ձեզ, օրհնի, իմաստությամբ լցնի Հիսուսի անունով։ Ուրեմն մենք զորություն կառնենք, երբ որ Սուրբ Հոգին մեզ վրա կգա։ Մենք արդեն առել ենք զորությունը, մենք արդեն մկրտված ենք, ուղղակի մենք պետք է կարողանանք հասկանալ եւ կիրառել այդ զորությունը, ինչը որ մեր մեջ է, մեր վրա է։ Ամեն։ Հալելույա։ Իրականում Սուրբ Հոգին հին ուխտում թագավորների եւ մարգարեների վրա էր։ Նոր ուխտում իր եկեղեցու ժողովրդի ներսում է եւ ժողովրդի վրա է։ Ամեն, փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Ամեն ու ամեն։ Եվ ես ուզում եմ կարդամ այնտեղը, երբ որ Սուրբ Հոգին 2000 տարի առաջ հենց այս օրը Պենտեկոստեի օրը ոնց է գալի երկրի վրա, առաջի անգամ։ Երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծակի երկնքում մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Հավաքվել էին ժողովուրդը, այսպես նստած էին եկեղեցում, մեկ էլ ձայն լսվեց ու Սուրբ Հոգին իջավ երկրի վրա։ Եվ երևացավ նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից եւ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Եվ ամենը Սուրբ Հոգով լցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եվ Երուսաղեմում բնակված էին հրեաներ, աստվածավախ մարդիկ, երկնքի տակին ամեն ազգերից։ Եվ երբ որ այս ձայնը եղավ, բազմությունը եկավ մեկտեղ եւ կիտվեցավ, որովհետեւ ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին։ Եվ ամենքը հիանում էին եւ զարմանում էին եւ իրար ասում, չէ որ այս սրանք ամենքը որ խոսում են Գալիլեայից են, եւ ինչպես մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրանում ծնված ենք։ Այսինքն առաջին նշանը, երբ որ Սուրբ Հոգին եկավ, մարդիկ մկրտվեցին եւ սկսեցին օտար լեզուներով աղոթել։ Եվ ազգեր կային այնտեղ, լսում էին, որ իրենց լեզուներով այս մարդիկ ասուն են փառավորում։ Եվ խոսքը հենց էս ասում, եւ զարմացած էին։ 12 խոսքը, եւ հիմա եւ հիանում էին ամենքը եւ զարմանում, մեկը մյուսին ասում էին, սա ինչ պիտի լինի, իսկ ուրիշները ծաղր անելով ասում են, քաղցյով արփած են։ Եվ Պետրոսը վերկացավ այն 11-ի հետ, իր ձայնը բարձրացրեց եւ նրանց հետ խոսեց, ով հրեաստանցի մարդիկ եւ ամենքդ, որ բնակված եք Երուսաղեմում, սա ձեզ հայտնի լինի եւ իմ խոսքերին ականջ դրեք, որովհետև չէ թե ինչպես դուք եք կարծում սրանք արփած են, որովհետև օրվա 3-րդ ժամն է։ Այսինքն Պետրոսը ասում է, սրանք քաղցր գինիով արփած չեն, օրվա 3-րդ ժամը, այսինքն առավոտվա ժամը 9-ն է։ Առավոտվա 9-ին ով է հարբում։ Միայն խաշուտողները։ Խաշն էլ Հայաստանում են ուտում, Իսրայելում չեն ուտում։ Ասում է, սես մարդիկ հարբած չեն, այլ ոչ էլ քաղցյով արփած են, առավոտ շուտ է, այլ սա Հովել մարգարեի ձեռով ասվածն է։ Եվ կլինի ետին օրերում ասում է Աստված, որ իմ հոգուս կթափեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կմարգարեանան, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կտեսնեն։
Եվ իմ ծառաների վրա էլ, իմ աղախինների վրա էլ այն օրում իմ հոգուց կթափեմ եւ կմարգարյանան։ Ամեն։ Ձեր վրա Տիրոջ հոգին Տերը թափել է։ Որ մարգարյանաք, տեսիլքներ տեսնեք, երազներ տեսնեք, իմ վկայությունը իմ կյանքից, տեսիլք տեսա։ Մահվան ոգին մտել էր իմ տուն։ Եվ ասում էր դուռը բաց է։ Բայց ինչ էր դուռը բաց։ Հայրս մեղքերի մեջ էր։ Եվ ես դուռը փակում էի։ Ոնց էի փակում աղոթքներով։ Հորս համար ողորմություն խնդրելով։ Դուռը փակում էի, մահվան ոգու վրա դուռը փակեցի։ Տեսիլք եմ տեսել, չէ՞։ Երաս տեսիլք։ Եվ երբ որ մահվան ոգին եկավ այդ օրը, որ հորս տաներ, ես աղոթեցի, հայրս չմահացավ։ Ապրեց, եւս 2 տարի ապրեց։ Սիրտը շատ լավ էր, բայց թոքի միջոցով գնաց։ Մահացավ, որովհետև թողեց Տիրոջը։ Հասկանում ես, Աստված նախորոք երաստեսիլք տալիս է, հայտնում է, երբ որ դու արթուն ես, դու հասկանում ես, աղոթում ես, դու դրա այդ դուռը փակում ես։ Բայց եթե չես հասկանում, դուռը բաց է, նա գալիս է, մահվան ոգին բռնում ու տանում է։ Ամեն։ Խոսքը հենց էս ասում, որ իմ հոգուց կթափեմ, երազներ ցույց կտամ, տեսիլքներ կհասկացնեմ, նախորոք գալիք բաները ձեզ կասեմ։ Ուրեմն արժե Տիրոջ հետ փոխհարաբերությունը զարգացնել, Տիրոջ հետ կապ ունենալ։ Հիշում եք Դավիթ թագավորին, երբ որ պատերազմի մեջ էր, թշնամին եկել էր, բոլոր ժողովրդին տարել էր գերի, երբ որ Դավիթը գալիս է անունը մոռացա այդ վայրի, Սիկիլակ, Տերը օրհնի ձեզ, ինչ տեղեկացված եք։ Դավիթը տեսնում է, որ բոլոր իր զորքի ընտանիքները երեխաներով թշնամին տարել է։ Ինչ արեց։ Աղոթքարեց, Տեր, գնամ, կհասնեմ։ Տեր ասեց, այո, գնա կհասնես։ Պատասխանում էր, չէ։ Տեր, իսկ կհաղթեմ, հետ կբերեմ, այո, հետ կբերես։ Գնաց ու հետ բերեց։ Եվ նման շատ հարցեր, շատ բաներ։ Տերը նախորոք հայտնում է, որովհետև Տիրոջ հոգին այն ժամանակ քահանաների եւ թագավորների վրա էր։ Բայց նրանց մեջ չէր, նրանց վրա էր։ Իսկ հիմա մեր մեջ է։ Դա ավելի խորն է եւ մեր խոստմունքները ավելի մեծ են, քան թե հին ուխտում եղած մարդկանց խոստմունքները։ Որովհետև Տերը հիշում եք, ասեց Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի մեծ է, քան թե Հովանես Մկրտիչը։ Իսկ Հովանես Մկրտիչը ավելի մեծ է, քան թե Դավիթը, Մովսեսը, Աբրահամը։ Ավելի մեծ է, որովհետև ասում է կանաց ծնածների մեջ Հովանես Մկրտիչից մեծը չկա։ Բայց Աստծո արքայության միջի ամենափոքրը, այսինքն եկեղեցու ճշմարիտ հավատացյալների միջի ամենափոքրը ավելի մեծ է, քան թե Հովանես Մկրտիչը։ Նշանակում է մենք ավելի ամուր հիմքերի վրա ենք նոր ուխտով Քրիստոսի արյան ուխտի միջոցով։ Ամեն, փառք Հիսուսին։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Եվ 39 խոսքերը կարդամ, մի տեսահոլովակ նայենք, ավելի պարզ կլինի ձեզ, թե ոնց Սուրբ Հոգին իջավ երկրի վրա 2000 տարի առաջ։ Հիմա թող ստուգ գիտենա Իսրայելի բոլոր տունը, որ Աստված նրան Տեր եւ օծյալ արավ սույն այն Հիսուսին, որին դուք խաչեցիք։ Եվ երբ որ այս լսեցին, իրենց սրտերում զղջացին եւ ասեցին Պետրոսին եւ մյուս առաքյալներին. «Ինչ անենք, մարդիկ, եղբայր»։ Պետրոսն էլ նրանց ասեց. «Ապաշխարեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք»։ Այսինքն Սուրբ Հոգով մկրտվելու համար ինչա պետք, առաջի պայման, առաջի հերթին։ Պետրոս ասում է ապաշխարեք, վերստին ծնունդ, սրտանց ապաշխարություն մեղքերից եւ ջրի մկրտության մասն է Քրիստոսի անունով մկրտվելը ջրի մկրտություն։ Եվ Սուրբ Հոգու պարգևը կգա ձեր վրա եւ կաղոթեք օտար լեզներով։ Եվ տեսիլքներ տեսնեք եւ խորհուրդներ կիմանաք եւ Աստված ձեզ կհայտնի։ Միթե հիանալի չէ այսպես ապրելը։ Աստված ուզում է մենք բոլորս ամբողջական կյանքով ապրենք, ոչ թե միայն ֆիզիկական, այլ հոգևոր, որովհետև մարդը ոչ միայն ֆիզիկական է, այլ հոգևոր է։ Մարդը շունչ, մարմին եւ հոգի է։
Եվ մարդը, այս աշխարհի անհավատ մարդիկ միայն ապրում են ֆիզիկապես, հոգեպես մեռած են։ Տերը ուզում է հոգեպես մենք իր հետ կապ ունենանք, ֆիզիկապես էլ ապրենք։ Ամեն, Տերը օրհնի ձեզ, եկեք նայենք ոնց եղավ այդ Սուրբ Հոգու գալուստը երկրի վրա, հետո կշարունակեմ։ Հովանես, լավ է, որ ապահով տեղ հասակ։ Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ, Ստեփանոս։ Ինչ կերպարանքով։ Ինչ կերպարանքով է գալու։ Երբ է գալու։ Հիսուսն ասում էր խնդրեք ու ես կտամ։ Ես խնդրում եմ։ Ամեն օր։ Սուրբ Հոգին կիջնի, երբ ժամանակը գա։ Եկեք միասին աղոթենք։ Հայր մեր, որ երկնքում ես։ Սուրբ լինի քո անունը։ Թող գա քո արքայությունը երկրի վրա, Ինչպես երկնքում։ մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, Եվ ների մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք եկներում մեր պարտավորներին։ Ու մի տար մեզ դեպի փորձություն, այլ փրկիր մեզ չարից։ Suliba wakama min al-maut. Oh Christos! Suliba wakama min al-maut. Oh Christos! Bashkaram shikha khwayesh. Bashkaram shikha khwayesh. Oh Christos! Eiundem crucifixum resurrectum quidem vidi. Suliba wakama min al-maut. Yamashal yahud. Wakula sakin yahud. Bashkaram shikha khwayesh. Este entes esmates shiberesh. אתם מופתים בשמיים ובארץ אתת. אתם מופתים בשמיים ובארץ אתת. Մոտավորապես այս ձևով Սուրբ Հոգին եկավ երկրի վրա 2000 տարի առաջ։ Ով է Սուրբ Հոգին։ Շատերը աղանդավորներ կան իրականում, որ ասում են Սուրբ Հոգին Աստծո ուժն է, Սուրբ Հոգին անձ չէ, չգիտեմ Սուրբ Հոգին ով է, ինչ է, բայց Աստվածաշնչով եթե մենք նայենք, Սուրբ Հոգին Աստվածության երրորդ անձն է։ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված, ամեն, կասես ինչա Հովիվ ջան, երեք Աստված ունենք, ոչ մեկ Աստված երեք դեմքով, ամեն, և երեքն էլ հավասար Աստվածայնության անձինք են, փառք մեր Հիսուսին, հիմա ես ուզում եմ տեղեր ցույց տամ, որ Սուրբ Հոգին անձ է, որովհետև անձը պետք է ունենա կամք, միտք և զգացմունք, եթե ինչ-որ մեկը ունի կամք, միտք և զգացմունքներ, նա կոչվում է անձ։ Եվ Սուրբ Հոգին այս երեքը ունի, Գործ Առաքելոց 28-ի 25-ից 26-ը, այստեղ գրված է, որ Սուրբ Հոգին ասում է Եսայիա մարգարեին, գնա ժողովրդի մոտ և ասա, տեսնելով կտեսնեք և չեք տեսնի, լսելով կլսեք և չեք լսի, որովհետև թմրեցրեց Աստված այս ժողովրդի սիրտը, որ չտեսնեն, չլսեն, չդառնան Տիրոջ և չբժշկվեն։ Դուք հասկանում եք, որ այսօր շատ մարդիկ համ տեսնում են Աստծո գործերը, համ լսում են, համ էլ չեն հասկանում։ Այսինքն Սուրբ Հոգու կամքներ, որ Եսայիան մարդկանց ասի սա։ Ասես գնա ու ասա։ Երկրորդը միտք, Սուրբ Հոգին ունի միտք։ Եբրայեցիս 16-ի 15-17-ում ասում է նրանց մեղքերը չեմ հիշի,
կներեմ եւ այլևս չեմ հիշի։ Այսինքն Սուրբ Հոգին ունի հիշողություն, դա միտք է, ամեն, բանականություն։ Եվ երրորդ Սուրբ Հոգին ունի զգացմունքներ, Եփեսացիս 4:30 գրված է եւ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին։ Այսինքն եթե Սուրբ Հոգին տրտմում է, տխրում է, նշանակում է դա զգացմունք է, չէ՞, տխրելը զգացմունք է, թե չէ։ Նշանակում է Սուրբ Հոգին զգացմունք ունի։ Եվ եթե Սուրբ Հոգին ունի զգացմունք, միտք եւ կամք, նա անձ է։ Թեև Աստծո ուժը եւ մտնում է Սուրբ Հոգու մեջ։ Սուրբ Հոգու զորություն, Սուրբ Հոգին է դրսևորում 9 պարգևները։ Ես երեք ասեցի, ուրեմն Սուրբ Հոգու մեջ կա 9 հոգու պարգևներ, որոնք են մարգարեության պարգև, լեզուների աղոթքի պարգև, լեզուների աղոթքի թարգմանչության պարգև, հատուկ հավատքի պարգև, հրաշք գործելու պարգև, բժշկություններ անելու պարգև, խոսքի գիտության պարգև, իմաստության խոսքի պարգև եւ հոգիների զանազանության պարգև։ 9 Սուրբ Հոգու պարգևներ, որոնք դրսևորում է հենց ինքը Սուրբ Հոգին։ Մեզանից ոչ ոք չի կարող այս պարգևները գործածել եւ դրսևորել իր կամքի համեմատ։ Այս պարգևները Սուրբ Հոգին է դրսևորում իր կամքի համեմատ։ Բայց Սուրբ Հոգու մեջ գոյություն ունի 9 հոգու պտուղ, որոնք են սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուշկալություն։ 9 հոգու պտուղները դա արդեն Սուրբ Հոգին դրել է մեր մեջ, երբ որ մենք մկրտված ենք, բայց հոգու պտուղները մեր մեջ կարող են աճել եւ կարող են չաճել։ Ինչքանով որ դու հնազանդվում ես Աստծո խոսքին եւ Աստծուց վախում ես, կատարում ես պտուղները եւ նրանք սկսում են աճել։ Տեսեք, մարդ երբ որ սկսում է պարապել, իր մկանները սկսում են զարգանալ։ Նույնպես մարդ երբ որ սկսում է պարապել, որ մարդկանց սիրի, մարդկանց ների, խաղաղությունը պահի, ուրախությունը պահի, մեր բառերով ասած մկանները սկսում է զարգանալ ուրախության, սիրո, հավատքի, դու ուղղակի պետքա ջանք անես, հնազանդվես Աստծո խոսքին, որ քո մեջ հոգու պտուղները աճեն։ Եվ ինչքանով հոգու պտուղները քո մեջ կզարգանան ու կբարձրանան, այդքանով Սուրբ Հոգու պարգևները կդրսևորվեն քո կյանքում։ Ամեն։ Սուրբ Հոգին ունի նաև ծառայության 5 պարգև։ Արդեն ծառայության 5 պարգև, որոնք են ուսուցիչ, հովիվ, ավետարանիչ, երկար մատը, ցուցամատը, մարգարե եւ բութ մատը առաքյալ։ Սրանք ծառայության 5 թև պարգևներն են։ Սուրբ Հոգու 9 պարգևները հնազանդվում են Սուրբ Հոգու ծառայության պարգևներին։ Ամեն։ Կասես, ես ինչքան բան ասեմ հովիվը։ Փառք Տիրոջը։ Տերը դրել է մեր սրտերի մեջ, իրականում եթե մտածես, դու էլ կհիշես։ Օրհնյալ լինի մեր Աստված։ Ինչ է անում Սուրբ Հոգին հավատացյալի կյանքում։ Եթե Սուրբ Հոգին գալիս է քո կյանքի մեջ, ինչ է անում։ Գիտես, մինչև իմ ապաշխարելը, մինչև իմ Սուրբ Հոգով մկրտվելը, ես լրիվ ուրիշ մարդ էի, ուրիշ տեսակ, ուրիշ աշխարհիկ, ֆուլ աշխարհիկ, լավագույն աշխարհիկ, ասենց ասեմ, աշխարհի համար։ Բայց պատկերացրեք Սուրբ Հոգին, որ եկավ իմ կյանքս լրիվ փոխեց։ Իմ ընկերները, որ ամեն օր իմ հետ շփվում են, հաց են կուտում եւ այլ, ասած զարմացած ինձ են նայում։ Ասում են, ընկեր, քեզ կարողա դեղ են տվել։ Ասում եմ, չէ, սրսկել, բան, ինչ-որ բան։ Ասում եմ, չէ, բա քո ուղեղի հետ ի՞նչ է կատարվում։ Ասում եմ, ի՞նչ է կատարվում, լրիվ նորմալ է։ Սենց բանով, խղճալով ինձ են նայում։ Որովհետև փոխվեց, Սուրբ Հոգին ինչ-որ բան արեց իմ մեջ։ Եվ դա ես զգում էի ոնց է, սիրով էի լցված, սենց սիրով լցված ու սիրում էի Տիրոջը։ Դա ինձանից չէր, դա Տիրոջ շնորհքն էր։ Ուրեմն Տերը գալիս է մեր կյանքի մեջ, նա տանում է մեզ սրբության եւ ամբրապնդում է մեզ, մեր հոգևոր կյանքը։ Հռոմեացիս 6-րդ գլուխ։ Երկրորդ, նա խրատում է մեզ, Հովհաննես 14:26-ն։ Նա ղեկավարում է մեզ, Հռոմեացիս 8:14։ Նա մխիթարում է մեզ, Հովհաննես 14:18։
Այս մխիթարելը հիշեցի, որ այն ժամանակ, որ անհավատ էինք, գնում, երբ որ տխրում էինք, դեպրեսիաներ էինք տանում, գնում էինք գինեմոլության, մխիթարվում էինք օղիով։ Տղեկը, տղամարդիկ, թեև շատ կանայք էլ հիմա տենց են մխիթարվում աշխարհում։ Երբ որ եկա Քրիստոսին, ապաշխարեցի, էլի տխրեցի։ Ասի Տեր, այն ժամանակ գնում էինք, օղու շիշը առնում էինք, մեր քանի հոգով նստում, խմում էինք, մխիթարվում էինք մի 4-5 ժամ։ Նրանից հետո կրկնակի դեպրեսիան հետ էր վերադառնում։ Եվ ասի հիմա ոնց անեմ ես, Տեր ջան, հիմա էլ եմ ժամանակ կա տխրում ենք, ասեց հիմա Սուրբ Հոգով առանձնացի աղոթի, 15-20 րոպե, առանձնանում աղոթում ես, լրիվ մխիթարվում վերականգնվում ես, ով ազգաց է, եկեք ծափահարենք մեր Տիրոջը, ամեն։ Նա մեզ, Հովհաննես 14:18, նա վկայում է, որ մենք Աստծո որդիներ ենք, Հռոմեացիս 8:16, նա կանչում է մեզ Աստծո գործին ծառայելու։ Գիտես, ես չհասկացա, թե ոնց ես սիրեցի Աստծուն եւ ոնց նվիրվեցի Աստծուն ծառայելու համար։ Ես չհասկացա, դա իմ կյանքի նպատակն էր։ Ես մոռացել էի ամեն բան, իմ համար զրո էր այս աշխարհում ամեն ինչ։ Ես թողեցի իմ տուն, տեղը, գործը, ամեն ինչը գնացի սովորելու գործը Աստծո։ Անկախ ինձանից շատ սիրելով Աստծուն։ Սա շատ կարևոր է, որ դու կպնես Աստծո գործին։ Գիտես, դու կարող ես կպնես ինչ-որ բիզնեսի լավ փողեր աշխատես։ Բայց հիշի, գալու է մի օր, այդ փողերը մնալու է երկրի վրա ու դու գնալու ես այս աշխարհից։ Կարևոր է, որ Աստծո գործը անես։ Աստված էլի քեզ ֆինանսներ, գործ, փող կտա, ճիշտ չափով։ Բայց որ դու Աստծուն դրել ես մի կողմ, ընկել ես մենակ քո կյանքն ես բարելավում։ Հիշի, աշխարհը անցնում է, եւ ամեն բան ինչ որ աշխարհում անցնում է, բայց Աստծուն հավատացողները գնում են հավիտենական կյանք։ Ամեն։ Ոչինչ չէ, ուզում ես այս աշխարհի թագավորը եղի։ Ուզում ես ամբողջ աշխարհը ունեցի ու շահի։ Ինչ օգուտ քեզ, որ մի օր պետք է թողնես ամեն բան, զրոյանաս եւ մի տեղ հայտնվես, որտեղ կտեսնես մերկես, ծարավես, թշվառ։ Այդտեղ արդեն կտեսնես դու ով ես։ Դրա համար նա կանչում է մեզ Աստծո գործին ծառայելու, Հռոմեացիս 13-րդ գլուխ։ Ամեն։ Սրտանց նվիրվի, սիրի Աստծուն, ծառայի։ Իրականում գիտես, երբ որ մենք ծառայում ենք, նվիրվում ենք, անում ենք Աստծո գործը, երբեմն ես երբ որ տեսնում եմ աշխարհում գործարար մարդիկ, բիզնեսմեններ, ըստ նայում ես իրանց արած գործը, իրանց սարքած շենքերը, իրանց սարքած գործարանները, չգիտեմ, այդ ամեն ինչը զարմանում ես, էլի։ Ու երբեմն միտք է գալի, ես ինչ եմ անում։ Ես Աստծո արքայությունն եմ քարոզում եւ ծառայում։ Հետո մտածում ես, լավ, իմ չափը, նյութական իրանց չափը, հետո հասկանում ես, որ իրանցը ժամանակավոր է։ Մերը հավիտենական։ Իրանց հետքան կարևոր չի։ Մերը շատ կարևոր է հավիտենականի համար։ Թեև իրանք անարգում են ծառայողներին, հավատացյալներին, բայց մենք պետք է հասկանանք ում ենք ծառայում եւ ինչի համար ենք ծառայում։ Ամեն։ Հետո ամենավերջում մենք պիտի հիշենք, որ մարդը ընդամենը ոնց են ժողովրդական ասում, մի փոր հաց պիտի ուտես, քո չափով։ Եվ քեզ մի տեղ է պետք, որ դու քնես։ Ասենք կարող է դու ունենաս 2000 քառակուսի մետրանոց տուն։ Ռուսերեն ասոբնյակ։ Բայց քեզ պետք է 2 մետր մեկի վրա քնելու տեղ։ Ամեն։ Այդքան մեծ տներն էլ հոգնեցնում են պահելը, գույքահարկը, մաքրելը եւ այլ եւ այլ եւ այլ։ Ասма շատ ունենալն էլ շատ մարդը կտանջվի, որովհետեւ իր աչքերով կտեսնի ոնց են իր ունեցվածքը աշխատանքը ուտում։ Ծառաներ պետք են։ Թիկնապաներ պետք են։ Այդ ամեն ինչը հենց այն չպիտի վճարես։ Դա էլ է հոգնեցուցիչ։ Փառք մեր Աստծուն։ Դրա համար սիրի Աստծուն, նվիրվի Աստծուն, ծառայի Աստծուն, դա է ամենակարևորը։ Մի օր եկել ես այս հյուրանոց աշխարհը։ Մի օր գնալու ես այս հյուրանոց աշխարհից։
Դրա համար մտածի քո հավիտենականության համար։ Ամեն։ Ուզում եմ կարդամ 10 պատճառ, թե ինչու կարևոր է աղոթել Սուրբ Հոգով։ Գիտես, շատերը մկրտվում են, բայց չգիտեմ, ականջի հետև են գցում, թե չեն հավատում, թե մարդը աղոթում է նույն բաներն է ամեն օր աղոթում, նույն բառերն է, ասում է դե ինչ կարևոր է, Սատանան էլ մի քիչ կողքից տրամաբանում է, դե մեկը նույն բառերն է մի աղոթի, դրան ժամանակ մի տրամադրի։ Որոշ հոգևորներ, որոշ հովիվներ ասում են կարևոր չի դա լեզուների աղոթքը, բայց Աստվածաշունչը ասում է, որ շատ կարևոր է դա։ Հուդան հենց մի գլուխա 20 խոսքը, 21-ը, ասում է սիրելիներ եւ ձեր հավատքը ձեր օտար լեզուների աղոթքի միջոցով շինեք։ Ամեն։ Ինչի մասն է խոսքը, Աստվածաշունչն է ասում եւ 10 պատճառ, թե ինչու կարևոր է աղոթել Սուրբ Հոգով։ Ուրեմն առաջին, լեզուների աղոթքը առաջին նշանն է Սուրբ Հոգու մկրտվելու ժամանակ։ Դա առաջին նշանն է Սուրբ Հոգու մկրտվելու ժամանակ։ Գործք առաքելոց 2:4, մի քիչ առաջ կարդացի։ Երկրորդ, լեզուների աղոթքը շինություն է բերում հավատացյալի կյանքում։ Առաջի Կորինթացիս 14:4-ը։ Շինություն է բերում, երբ որ զգացել եք, երբ որ թույլ եք, երբ որ մի բան են չի, ուղղակի լեզուներով աղոթեք, երբ որ անգամ չեք կարող մտքով աղոթեք, լինում են ժամանակներ, որ այնքան սենց հարցակման տակ ես չես կարողանում մտքով աղոթես, ուղղակի մի կերպ քեզ ստիպի լեզուներով աղոթես, կվերականգնվես։ Լեզուների աղոթքը երրորդ, հիշեցնում է մեզ Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ, Հովհաննես 14:16-17-ը։ Լեզուների աղոթքը օգնում է մեզ աղոթել Աստծո կամքի համեմատ։ Հռոմեացիս 8:26։ Հինգերորդ, լեզուների աղոթքը հավատքը պահում է հավասարակշռության մեջ։ Հուդա 20, հենց այս խոսքներ։ Հուդա առաջի գլուխ 20 խոսքը։ Վեցերորդ, լեզուների աղոթքը մեզ պահում է աշխարհի կեղտոտություններից։ Առաջի Կորինթացիս 14:28։ 7-րդ, լեզուների աղոթքը օգնում է մեզ աղոթել չիմացած բաների համար։ Հռոմեացիս 8:26։ Չիմացած բաներ, որ դու չգիտես ոչ մի բան, բայց Տերը քեզ բացում է։ Երեք հիշեցի այդ օրինակը իմ որդիս այստեղ է, Էձիկը, մի անգամ պետքա գնար բանակի քեվ ու ասեցի տղա ջան մի գնա, բա ասես խոստացել եմ պետքա գնամ։ Տղա ջան ինչ կլինի մի գնա էլի։ Չէ, բա խոստացել եմ, սպասում եմ պիտի գնա։ Դա ասեցի գնա։ Գնաց երեկոյան ժամերին Սուրբ Հոգին նստած էի Կարնե հետ, հեռուստացույց ենք դիտում, մեկ էլ Սուրբ Հոգին ասեց հենց հիմա տղադ վթարի է ենթարկվելու եւ ընեն չի որ աղոթես էլ մեկա ենթարկվելու է։ Ես դա թույլ եմ տվել։ Ես ուղղակի հելա շուտ սկսեցի աղոթել, ասեցի Տեր խնդրում եմ իրան բան չլինի, անգամ քերծված չլինի։ Եվ այդ եկեղեցու գործիքը բեռնախցիկում էր, ասի եւ այդ գործիքը չկոտրվի այն ժամանակ։ Եվ աղոթեցի Կարնեն ասում է ինչ ես աղոթում, ասի Սուրբ Հոգին ասեց որ հիմա Էդոն վթարի է ենթարկվելու, ոնց, ասում եմ ասեց, հայտնեց, աղոթեցինք, խափանեցինք, ինչ արեցինք, բայց դե վթարի ենթարկվեց, որովհետև Տեր ասեց ենթարկվելու է։ Մեր հավատքը Տիրոջ կամքից բարձր չի կարա լինի, ամեն, ոչ էլ Տիրոջ խոսքից։ Եթե Տերը մի բան գրել է Աստվածաշնչում, որ սա պիտի լինի, ինչքան ուզում ենք աղոթենք, դա լինելու է։ Մեր հավատքով մենք չենք կարող խափանենք գրվածքները կամ Տիրոջ որոշումները։ Եվ մոտավորապես ժամ ու կես հետո Էձիկը վերադարձավ տուն, տխուր, ասեց հա ինչ եղավ, մեքենան խփեցիր, զարմացած նայեց ինձ, ասեց հա ինչ իմացար։ Ասի դե իմացա էլի։ Բայց ես ասեց մեղավոր չէի։ Ասի դու սկզբից էիր մեղավոր։ Երեկոյան խփելուց դե մեղավոր չէիր, սկզբից։ Այն գնալու պահից էիր մեղավոր։ Ամեն, Տերը ինքը հայտնում է ամեն բան։ Եվ իրան ոչ մի բան չէր եղել, գործիքին ոչ մի բան չէր եղել, հենց այս գործիքներ երաշտական։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Տերը հայտնում է, եթե Տիրոջ հետ փոխհարաբերությունն ես, հայտնում է, Տերը հայտնում է նաև քո թշնամիների մասին, թե ով է քո դեմ դուրս եկել։ Տերը հայտնում է քո հաջողությունների մասին։
Տերը հայտնում է, թե ինչ պիտի անես։ Վեր կաց ես գործը արա։ Ես շատ բաներ կարամ պատմեմ։ Հայտնում է, եւ անում ես դու օրհնված ես լինում։ Միայն թե Տիրոջ հետ քո փոխ հարաբերությունը պիտի կառուցես Աստծո վախի հիմքի վրա։ Ուզում ես հաջողակ մարդ լինես։ Բոլորդ էլ ուրեմն Աստծո վախով լցվեք, նվիրվեք Աստծո գործին։ Աստծո հետ կյանք ապրեք։ Աստված ամեն մեկիդ մեջ է, եթե մկրտված եք։ Տերը ձեզ կառաջնորդի։ Ինչ որ մեկը կասի, հով ջան, բայց ինձ այսքան ժամանակ չի առաջնորդել, 15 տարի արդեն ոչ ձայնն եմ լսում, ոնց մի եկեղեցում քարոզում է, մի տարիքով կին մոտեցավ, տղա ջան ասեց, հələ մի րոպե կսպասես, ընդեղ էլ վկայություններ է անում, մոտ մի 65-70 տարեկան կին էր։ Ասեցի, այսքան տարի հավատացյալ եմ, 30 տարի։ Ասես, մի անգամ Տիրոջ ձայնը չեմ լսել, դու ո՞նց ես լսում, մտ կասես։ Ասի, ուրեմն Տիրոջ ձայնը ես լսել եմ մի անգամ ֆիզիկապես, սկզբի օրերին, որ ապաշխարեցի, 3 անգամ կամ 4 անգամ երազի մեջ բարձր ձայնով խոսելով, եւ մնացած անգամները ես լսել եմ Տիրոջ ձայնը հոգու ներսում։ Ինչ որ նոր պատմում եմ Էձիկի որդուս համար, դա հոգու ներսում ես լսեցի։ Ես նստած հեռուստացույց էի նայում։ Հոգին ասեց, հիմա սենց բան է կատարվելու եւ ես թույլ եմ տվել։ Ինչպես Սիմոնը այսօր վկայեց, որ իմ գրպանին կպավ, նոր խելքս գլուխս եկավ։ Իրական գիտեք, մարդու ամենա այդ չսիրած տեղը գրպանին կպնելն է։ Ինչքան ուզում ես բացատրի չեն հասկանում, բայց մի հատ խփում ես գրպանին, միանգամից հասկանում են։ Ու հետո լինում է ամբողջ կյանքի համար դաս։ Ամեն։ Ով է ուզում իր գրպանին խփի։ Գիտես, ես երբ որ վարորդական իրավունք ստացա, այն ժամանակները մոտ 35 տարի առաջ, ոչ մի բան չէի սովորել։ Այն ժամանակ փողը տալիս էինք, վարորդական իրավունքը բերում տալիս են մեզ։ Բերեցին, տվեցին ինձ, ես ոչ մի բան չգիտեի։ Մեքենա վարելուց միայն կարող եմ ղեկը պահեմ։ Իսկ գիտեք, հետո ինչքան եմ վճարել, որ սովորեմ։ Հետո մի հատ խախտում էի անում, ոստիկանները կանգնացնում, տուգանում էին։ Այս խախտումի համար, այն խախտումի, հետո այդ որի համար, որ ինձ տուգանել են, անգիր գիտեմ այդ խախտումները։ Որի համար չեն տուգանել, էլի չգիտեմ, չեմ սովորել։ Այդ կարմիր նշան կա, կիրպիչ։ Դրա համար մի քանի անգամ տուգանել են, վերջ, տեսնում եմ, գիտեմ։ Սա 5000-նոց խախտում է կամ 10000-նոց, ու ես չպետք է խախտեմ։ Կպել են գրպանից։ Դրա համար, բայց մարդ կա սովորում է եւ չի վճարում խախտումների համար։ Երբեմն մեր կյանքում Սուրբ Հոգին էլ ասեն սովորացնում, որ մեկը ասում է 2, 10 ասում է չես լսում, կպտում է գրպանից։ Ու արդեն սկսում ես սովորել ու հնազանդվել։ Ուրեմն լեզուների աղոթքը օգնում է մեզ աղոթել չիմացած բաների համար։ Հռոմեացիս 8:26, էսի 7-րդներ։ Եվ 8-րդ լեզուների աղոթքը հոգևոր թարմություն է բերում մեր կյանքում։ Եսայա 28:11-ից 12-ը։ 9. Լեզուների աղոթքը օգնում է Աստծուց շնորհակալ լինել, շնորհակալություն հայտնել Աստծուց։ Երբ որ լեզուներով աղոթում ես, դու Աստծուն նաև գոհանում ես Աստծուց եւ շնորհակալություն ես հայտնում։ Առաջի Կորինթացիս 14-րդ գլուխ 15-17-րդ խոսքերն են եւ 10-րդ կետը լեզուների աղոթքը սանձում է մեր լեզուն։ Հակոբոս 3:8։ Որ ավել պակաս չխոսես։ Բաներ կա, ավել պակաս նստում ենք, ընկնում ենք հավեսի, սուրճի սեղանի շուրջը ու սկսում ենք խոսել։ Բաներ կա պետք չի խոսել։ Սանձում է մեր լեզուն, այսինքն մեզ իմաստուն է դարձնում, որ հասկանանք պետք չէ ամեն ինչը խոսել։ Ամեն։ Ուրեմն արժի մկրտվել Սուրբ Հոգով։ Արժի ժամանակ տրամադրել լեզուներով աղոթելու համար։ Բա ինչի չեք տրամադրում, սիրելիներ։ Ժամանակ չկա։ Լավ, մարդիկ ովքեր մկրտված չեն Սուրբ Հոգով, վերջի տեղերն եմ կարդում, ինչպես մկրտվել Սուրբ Հոգով։
Եթե մկրտված ես Սուրբ Հոգով, մենք այսօր աղոթելու ենք, որ մկրտվես։ Եթե հիվանդ ես, մենք աղոթելու ենք, որ բժշկվես։ Եթե զգում ես մի բան են չի քո կյանքում, աղոթելու ենք ազատ ագրվես։ Բայց դու պետք է հավատաս այդ ամենին, նոր հավատքով գաս առաջ։ Ուրեմն ինչպես մկրտվել Սուրբ Հոգով։ Առաջի պայմանը ճշմարիտ ապաշխարությամբ։ Դու պետք է ունենաս ճշմարիտ ապաշխարություն։ Մեռնես ես աշխարհի համար, հետ դառնաս Տիրոջը ապաշխարես։ Վերստին ծնունդ պետք է ունենաս, վերստին ծնվես։ Գործք առաքելոց 2:38 Գործք առաքելոց 2:38 Պետրոսն էլ նրանց ասեց. ապաշխարեցեք, ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ Այսինքն, երբ որ իրականից ապաշխարած ես, Սուրբ Հոգին քեզ մկրտում է։ Գործք առաքելոց 8-րդ գլուխ Գործք 8-րդ գլուխ 5-րդ խոսք Եվ Փիլիպոսն իջավ Սամարիա մի քաղաք եւ Քրիստոսին քարոզում էր նրանց 12-ից բայց երբ որ հավատացին Փիլիպոսին որ ավետարանում էր Աստծո արքայությունը եւ Հիսուս Քրիստոսի անունի բաները ամենքն էլ մկրտվում էին թե մարդիկ եւ թե կանայք Այսինքն շատ կարեւոր է որ լսեն մարդիկ ավետարանը հավատան որպեսզի մկրտվեն Սուրբ Հոգով Ամեն Եվ Գործք 19 Գործ 19 1-ից 6 խոսքերը Եվ եղավ որ Ապողոսը Կորինթոսում եղած ժամանակ Պողոսը որ վերին կողմերում մաներ եկել եկավ Եփեսոս եւ մի քանի աշակերտներ գտնելով ասեց նրանց Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք երբ որ հավատացիք նրանք ասեցին նրան մենք չենք էլ լսել թե Սուրբ Հոգի կա Եվ ասեց նրանց ապա ինչով մկրտվեցաք նրանք էլ ասեցին Հովանեսի մկրտությունով, այսինքն ջրի մկրտությունով ենք մկրտվել։ Մարդիկ չգիտեն, որ Սուրբ Հոգի կա, դրա համար էլ չեն մկրտվում Սուրբ Հոգով։ Գիտես, հիշեցի մի եկեղեցի մի քանի տարի առաջ գնացել եմ ծառայելու եւ այնտեղ մեծ մասը մկրտված չեն Սուրբ Հոգով եւ չեն էլ աղոթում, որ մկրտվեն։ Եվ ես չգիտեի, ես սկսեցի այդ եկեղեցում քարոզել Սուրբ Հոգու պտուղների մասին։ Մեկ էլ Վերջում շատերը մոտեցան հով Պավել ուզում ենք մկրտվենք Սուրբ Հոգով կաղոթեք մեր համար եւ զգացի անգամ հովի կողի մարդիկ, թիմի մարդիկ, օգնականները մկրտված չեն։ Ասեցի բա դու ոնց մկրտված չեք, ասում չէ։ Հովին հարցնում եմ, ասում եմ բա ինչի մկրտված չեն քո ժողովուրդը Սուրբ Հոգով։ Ես զգում եմ շատ թույլ, հանգած, ճիշտ է իրանք գիտությունով լցված են, բայց հոգին չունեն։ Մկրտված չեն։ Եվ հովը ինչ ասի լավ է։ Ասում է դե Պավել ջան, գրված է, եթե թարգմանիչ չունեք, մի աղոթեք, մենք չունենք, չենք էլ աղոթում։ Ասի դե որ թարգմանիչ չունեք, չեք էլ աղոթում, չեք էլ մկրտվում, այդ դրա համար ամբողջ կյանքներդ այսպես հանգած նստած եք անհաջողությունների մեջ, որովհետև Սուրբ Հոգին է, որ մեզ օգնում է ամեն ինչում հաջողություններ բարձրացնել, օրհնել ամեն ինչ։ Թարգմանիչ են ման գալի, չկա չենք աղոթում։ Դե մի աղոթեք։ Հանգած ձեր համար ամբողջ օրը կարդացեք ու սովորեք։ Ումա պետք։ Եթե միտքդ նորոգում ես, բայց հոգին չունես։ Շատ կարևոր է եւ միտքը նորոգես եւ հոգին։ Ամեն լինի քո ներսում եւ զգայուն լինես Սուրբ Հոգուն։ Ստեղ ասում եմ մենք չենք էլ լսել, դրա համար չենք մկրտվել։ Եվ Պողոսը ասեց Հովանեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունով էր մկրտում, ջրի մկրտությունը։ Ասում թե նա որ նրա հետևից պիտի գա նրան հավատան, այսինքն Քրիստոս Հիսուսին։ Եվ երբ որ լսեցին Տեր Հիսուսի անունով մկրտվեցան, եւ երբ որ Պողոսը ձեռ դրավ նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներով էին խոսում եւ մարգարե անում։ Ամեն։ Շատ կարևոր է լսես, մենք խոսում ենք եւ հավատաս եւ մենք ձեռք դնենք քեզ վրա եւ դու կմկրտվես Սուրբ Հոգով։ Ես կարդացի 10 պատճառներ, թե ինչու պետքա խոսես, աղոթես Սուրբ Հոգով, 6 պատճառ, թե ինչ անում Սուրբ Հոգին քո կյանքում, եւ մի խնդիր էլ կա հավատացյալների կյանքում, ես որ մկրտվեցի Սուրբ Հոգով, չգիտեմ, այնքան մարդիկ էին հայտնվում Հայաստանում,
Երևի ես էի շատ շփվում, էլ 50-ականների հետ, էլ 60-ականների, չգիտեմ 70-ականների, ընկած հելացների, ընկած մնացածների, չգիտեմ ինչ հավատացյալ ասես կար։ Ու հետաքրքիրը գիտեք որն է, որ այդ հավատացյալները գտնում էին ինձ։ Եվ ինձ խորհուրդներ են, եւ ես մի 2-3 ամսվա հավատացյալ եմ, Սուրբ Հոգով մկրտված ես, հա։ Այդ զգուշ եղի, ասում եմ ինչի, կարող է սատանայից լինի։ Ինչի սատանայից լինի։ Որովհետև դու հլպտի ջրով մկրտվես, դու հլպտի մաքրվես, հլպտի սենց լինի։ Մեր հովիվ Արտուր Սիմոնյանի պատմությունը, որ ասում է գնացի առաջի օրը մկրտվեցի, ոչ ջրով եմ մկրտվեցի, օտար լեզներով եմ աղոթում, ասում է լսեցին կրոնավոր եղբայրները, այ աղբեր ջան, առաջի օրը ով է տեսե մարդ մկրտվի, հլպտի գաս, մաքրվես, հլպտի ամիսներ անցնի, ջրով մկրտվես, սատանայից է։ Ասում որ ասեցին սատանայից է, լուրջ եմ ասում ինձ էլ, ես էլ եմ դա անցել, դրա համար գիտեմ։ Ասում վախեցա, ոնց թե սատանայից է։ Ասում ասեցի այ ախպեր, ես այդտեղ առանց սատանա եմ եկել, ձեր սատանային վերցրեք, ես այդտեղից թողեմ գնամ։ Մեկ էլ ասում մի հատ լավ տատիկ կար, բարի, տղա ջան ասեց արի հլա արի։ Եկա Սուրբ Հոգով մկրտվել ես, ասում ասեցի հա, ասեց հլա աղոթի, ասում աղոթեցի, ասեց սատանայից չի, Սուրբ Հոգուց է։ Ու ասում խաղություն եկավ իմ վրա եւ ես գնացի Փարտիրոջ այդ տատիկի համար։ Եվ հիմնականում տես մարդիկ լինում են, որ քեզ վախեցնեն։ Դրա համար Ղուկաս 11-ն եմ ուզում կարդամ վերջի տեղը, Փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Ղուկաս 11-րդ գլուխ 11 խոսքը։ Եվ ձեզանից որ հորիցը իր որդին հաց ուզե, միթե քար կտա նրան, կամ եթե ձուկ, միթե ձկանտեղ օծ կտակ նրան, եւ կամ թե ձու ուզե, միթե կարիճ կտա նրան, արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, էլ որքան ավելի երկնավոր հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից։ Ամեն։ Հիմա մենք Տիրոջից Սուրբ Հոգին ենք խնդրելու։ Կարող է կարիճ տա Տերը։ Եթե դուք ձեր որդիներին ձույ ուզում, կարիճ կարող եք տակ, եթե դուք չար եք բնությամբ, ապա որքան ավելի ես, եթե Սուրբ Հոգին եք ուզում, ես չեմ տա կարիճ կամ օծ, եթե ձուկ եք ուզում։ Ճիշտ ասում Տերը։ Ուրեմն չկասկածենք, եթե մենք խնդրում ենք Սուրբ Հոգին, Տերը զորավոր է, Տերը Սուրբ Հոգով է մկրտում։ Եվ առաջին նշանը օտար լեզների աղոթքի պարգևը։ Եվ առաջին նշանն է դա նրա համար, որ դա բանալի է, որ բացելու է 9 հոգու պտուղները քո կյանքում։ Եթե սկսես աղոթել, զորանալ, Տիրոջ հետ փոխհարաբերություն կառուցել, կբացվի այն մնացած 8-ը։ Կսկսի դրսևորվել քո կյանքում։ Եթե հոգու պտուղների մեջ էլ աճես։ Եկեք ոտքի կանգնենք։ Տերը օծի օրհնի ձեզ։ Հիմա հավատքով լցվի, եկեք ես երգը վերցնենք, Տիրոջ հետ լինենք, հավատքով լցվի, եթե Սուրբ Հոգով մկրտված չես, կարգ ու կանոնը ձեզ կառաջնորդի առաջ։ Առաջերտին աղոթենք Սուրբ Հոգու մկրտության համար, իսկ եթե հիվանդություն ինչ-որ բան կա, ուզում ես աղոթենք եւ հետո դու կգաս առաջ։ Փառք մեր Հիսուսին, եկեք երկրպագենք եւ լցվենք հավատքով։
ահա թե ով ես դու։ Փառավոր Հիսուս, օրհնում ենք քո սուրբ անունը, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք քո հոգու համար, որ մեր Տերը ասեց, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր հոգիների մեջ։ Մենք ընդունում ենք ու փառավորում ենք քեզ, խոնարհվում ենք քեզ, շնորհակալություն ենք ասում քեզ Սուրբ Հոգի Աստված, այն ամենի համար, ինչ որ դու արել ես մեր կյանքում, անում ես եւ դեռ կանես։ Խոնարհվում ենք քո առաջ եւ հռչակում ենք, որ դու ես հունցքի Տերը եւ մենք խնդրում ենք, որ մշակներ հանես քո հունցքին, Տեր։ Փառավոր Աստված, դու ասացիր, որ վերջի օրերին իմ հոգուցը կթափեմ ձեր վրա եւ տեսիլքներ, երազներ կտեսնեք եւ կմարգարյանաք։ Եվ մենք այսօր աղոթում ենք, որպեսզի օծես քո ժողովուրդը եւ մկրտես նրանց Սուրբ Հոգով, ողորմես ամեն մեկին, սրբես, Տեր ջան, եւ ամեն մեկը թող հավատքով լցվի, որովհետեւ ես խոսեցի քո խոսքերը, Տեր ջան։ Այն խոսքերը, ինչ որ խոսում էր Պետրոսը, Պողոսը եւ Գործ Առաքելոցում, ինչ որ անում են առաքյալները, նույն խոսքերը մենք խոսում ենք հիմա քո ժողովրդին այս ժամանակների մեջ։ Եվ մենք գիտենք, որ դու նույնն ես երեք, այսօր եւ հավիտյան, փառավոր Աստված։ Եվ մենք խնդրում ենք Սուրբ Հոգի թող քո ներկայությունը լցնի այս վայրը եւ աղոթում եմ, որպեսզի հպվես ամեն մեկին եւ թող այս վայրում կատարվեն այսօր հրաշքներ, ազատագրություններ, բժշկություններ, Սուրբ Հոգու մկրտություններ։ Տեր, փառավոր Տեր, շրջիր քո ժողովրդի մեջ։ Օծիր, փառավոր Տեր։ Ձելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։